Խնդրեցեք և կտրվի ձեզ։ Գիտենք, որ այս խոսքը գրված է Աստվածաշնչում։ Խնդրեցեք և կտրվի ձեզ։ Պակասություններ կան մեր կյանքում։ Աղոթք կա, որ դուք ուզում եք, որ այդ աղոթքը պատասխանվի։ Կա, չկա, կա։ Խնդրեցեք և կտրվի ձեզ։ Արդյոք մենք հավատում ենք այս գրվածքին։ Այսօր եկեք մի քանի հատվածներ կարդանք Աստվածաշնչից և անկեղծ ինքներս մեզ հետ անկեղծ լինենք ու զրուցենք։ Արդյոք հավատում ենք այս գրվածներին։ Մեկը բժշկություն է խնդրում, այն մեկը խաղաղություն, այն մեկը խնդրում է իր հարևանի համար, այն մյուսը իր բարեկամի, տարբեր բաներ ենք խնդրում։ Մեկը ֆինանսների համար է խնդրում, որովհետև նեղված է, այն մեկը ընտանիքի համար, որովհետև կործանման եզրին է կանգնած։ Տարբեր բաներ ենք խնդրում։ Դուք խնդրում եք ինչ-որ բան Աստծուց։ Խնդրում եք։ Գրված է խնդրեցեք և կտրվի ձեզ։ Եկեք միասին ընթերցենք այս հատվածը Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 7-ից 11 խոսքերը։ Մատթեոս 7, 7-ից 11։ Խնդրեցեք և կտրվի ձեզ, որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ, որովհետև ամեն խնդրող առնում է և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի։ Կամ ով է ձեզանից այն մարդը, որ եթե նրանից իր որդին հաց ուզի, միթե քար կտա նրան, եթե ձուկ ուզի, միթե օձ կտա նրան, արդ եթե դուք չար լինելով գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ավելի ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից։ Հայրը բարիքներ կտա։ Այս խոսքը Տեր Հիսուսի խոսքերն են սրանք, և Տեր Հիսուսն ասեց, երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերից մի նշանագիր չի փոխվի։ Սրանք ճշմարիտ խոսքեր են։ Հիմա հարց է առաջանում. ինչու ես չունեմ այն, ինչ խնդրում եմ։ Խնդրում ես ինչ-որ բան, եթե խնդրում ես, ուրեմն դեռ չունես։ Եթե ունենայիր, չէիր խնդրի։ Եթե խնդրում ես, ուրեմն դեռ չունես։ Եվ ամբողջ հարցը կայանում է սրանում, ինչու չունեմ այն, ինչ խնդրում եմ։ Եկեք թույլ տանք Աստծո խոսքը պատասխանել։ Որովհետև մի կողմից հասկացանք, Տեր Հիսուսն ասում էր, լսեք, երբեք չասեք, որ հայրը չի կամենում բարիք անել ձեզ։ Բայց ինքը չէր ասում, որ դուք սուտ եք ասում։ Ասում էր, չասեք, որ հայրը չի կամենում, որովհետև եթե դու քո զավակին բարիք անել գիտես, քեզանից, չգիտեմ, քանի միլիարդ անգամ ավելի շատ սիրող է հայրը, որքան ես դու քո երեխային սիրում։ Միլիարդը շատ քիչ էր, որ ես ասեցի։ Հայրը այդքան առավել իր զավակներին է սիրում, որ մենք ենք։ Եվ որքան ես դու ուզում քո երեխային բարիք անես, քո աղջկան, քո տղային, որքան ես ուզում, որ ինքը առողջ լինի, որքան ես ուզում, որ ինքը հաջողվի ինչ-որ գործի մեջ, շատ, անհավանական շատ, ավելի շատ, Աստված է ուզում, որ մենք հաջողված լինենք, որ մենք առողջ լինենք։ Այդ դեպքում ինչու չունեմ այն, ինչ խնդրում եմ։ Եկեք բացենք Հակոբոսի թուղթը 4 գլուխ։ Հակոբոս առաքյալը իր թղթի 4 գլխի 2-3 խոսքերում ասում է. ցանկանում եք և չունեք,
Սպանում եք եւ նախանձում եք եւ չեք կարողանում հասնել։ Պատերազմում եք, կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Որովհետեւ պիտի Աստծուց խնդրեք, բայց Աստծուց չեք խնդրում։ Հիմա դուք կասեք, բայց ես խնդրում եմ։ Ճիշտ է։ Հիմա լսեք երրորդ խոսքը։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկությունների համար վատնեք դա։ Ինչ եք խնդրում։ Խնդրում եմ առողջություն, ինչի, որ ցավի մեջ չապրեմ։ Լավ, շատ լավ է, հայրը ուզում է, որ դու առողջություն ստանաս։ Բայց դա դու քեզ համար խնդրեցիր։ Իսկ կա մեկը, որ ասում է, Տեր, արդեն մի շաբաթ է հիվանդ պարկած եմ, չեմ կարողանում գնալ ավետարանչության ծառայել։ Խնդրում եմ առողջություն տուր ինձ, որ գնամ ու քո գործը անեմ։ Սրանք երկուսն էլ առողջության խնդրվածքներ են։ Մեկը իր համար, մյուսը Տիրոջ կամքը կատարելու համար։ Տեր ինձ հարստություն տուր, ինչու՞։ Որովհետև հոգնել եմ այս պարտքերից։ Ինչու՞։ Ես գիտեմ, որ ճիշտ աղոթք ասա, սխալ աղոթք չի։ Բայց այն մեկը, որ ասում է, Տեր, խնդրում եմ, դու ինձ ֆինանսները օրհնիր եւ տես, ես քանի հոգու եմ բարիք անում։ Տես, որ ես իմ համար չեմ վատնելու, որ ես իմ համար չեմ ծախսելու, ես քո եկեղեցու համար եմ ներդրվելու, ես շատ սովածների եմ կերակրելու։ Տես, որ հիվանդների համար դեղ է դառնալու սա։ Տես, որ այս բարիքը, որ դու ինձ արեցիր, որ օրհնեցիր, սրանով շատերը օրհնվելու են, տես, Տեր, արա եւ տես։ Ես հավատում եմ, որ այս աղոթքը ուրիշ ձևի կպատասխանի։ Խնդրում եք եւ չեք առնում, որովհետեւ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններում վատնեք։ Առաջի Հովհաննեսի թուղթ 5-րդ գլուխ 14 եւ 15 խոսքերը։ Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Այմա մի խաչմերուկի հասանք իրար հետ։ Այստեղ մի բան ա գրած, որ ուզում եմ ուշադիր լսեք։ Ինչ որ Աստծո կամքի համեմատ ենք խնդրում, նա լսում է մեզ։ Այստեղից կարանք եզրակացնենք, ինչ որ Աստծո կամքի համեմատ չենք խնդրում, Աստված մեզ չի լսում։ Ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ, եւ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք նրանից։ Լսեք, այստեղ երկու գաղտնիք կա։ Ուզում եք ձեր աղոթքները պատասխանվի։ Այսօրվա պատգամի թեման հենց դա է, այսօրվա պատգամի նպատակը հենց դա է։ Ինչպես խնդրենք, որ մեր խնդրվածքը տեղ հասնի։ Եթե Խաթունքույր ջան, դու սկի Կարենին ինչ-որ բան ուղարկել ես, բանակում ծառայում, ուղարկել ես։ Հիմա ուղարկելուց առաջ դու համոզվում ես, որ քո ուղարկածը տեղ պիտի հասնի։ Այնպիսի մարդու ես տալիս, կամ փորձված, այն մեկը ասում է, այս վարորդին 10 ինքը կտանի կհասցնի, այսքան էլ գումար ես տալիս, ինքը տանում հասցնում, այդպես է թե չէ։ Որ մի բան ուղարկում ես, կարևորը դրա տեղ հասնելն է։ Եվ ամեն ինչ դու մտածում ես, որ չափում ու ձևում ես, որ քո ուղարկածը հասնի տեղ։ Հիմա այսօրվա պատգամի հիմնական նպատակն է, որ մենք երբ որ մեր խնդրվածքն ենք ուղարկում մեր հորը, որ երկնքում է, որ կամենում է մեզ բարիք անի, այնպես ուղարկենք, որ դա հասնի տեղ։ Ինչպես։ Առաջին հերթին պիտի ուղարկենք այն, ինչ ինքը սիրում է։ Այլ խոսքերով ասած, ինչ իրա կամքն է։ Առաջին հերթին սա է։ Երկրորդ հերթին գրված է, եթե գիտենք, որ լսում է մեզ, երկրորդը հավատքն է։
Երբ որ դու խնդրված ես անում, դու պիտի հավատաս, որ ինքը լսում է քեզ։ Բոլորս հավատում ենք, չէ՞։ Հիմա հավատում ենք, որ Տերը այստեղ ներկա է։ Իսկականից հավատում ենք։ Իսկ որ տանն եք, հավատում եք, որ Տերը ձեզ հետ։ Միշտ հավատում եք, որ ձեր կողքին։ Ինքը ասեց, ես ձեր հետ եմ, ես ձեր կողքին եմ, մինչև աշխարհի վերջը։ Ասել է Տերը, թե չէ։ Ասել է։ Հիմա հավատում եք։ Դա մեր հարց տան։ Երբևէ լինում է, որ բարկանում եք տանը։ Երբևէ լինում է, որ ձայնը բարձրացնում եք։ Լինում է։ Հիմա ասեք ինձ, այդ պահին դուք հավատում եք, որ ինքը ձեր կողքին է, հա։ Եթե Հիսուսը այդտեղ երևացող կերպով ներկա լիներ, դու քո ձայնը կբարձրացնեիր։ Հիսուսը չէ։ Ասենք, ձեր տունը հյուր լիներ, դու այդպես քեզ կպահեիր։ Ոչ։ Բայց ինչպես ես դու Հիսուսի ներկայությամբ այդպես պահում քեզ։ Եկեք անկեղծ ասենք, մենք այդ պահին մոռանում ենք, որ ինքը մեր կողքին է։ Համաձայն եք թե ոչ։ Եթե մենք միշտ հիշենք, մենք լրիվ ուրիշ կյանք կանենք։ Մենակ չասեք, որ մեղք չեք գործում։ Գործում եք մեղք, երբեմն սայթաքելով։ Ստացվում է։ Ստացվում է, թե չէ։ Եկեք անկեղծ ասենք, անկեղծ կանգնենք ասենք, եթե մենք հավատանք Տիրոջ ներկայությանը, որ ինքը մեր կողքին ներկա է, մենք մեղք չենք գործի։ Դու ասում ես հնարավոր չի մեղք չգործել։ Հնարավոր է, որ մարդը մեղք չգործի։ Եկեք ընթերցենք առաջի Հովհաննես։ Գիտեք, մենք կարող ենք ենթադրել հնարավոր է կամ ոչ, բայց եկեք թույլ տանք Աստծո խոսքը մեզ ասի։ Մենք պատրաստ ենք մեր մտքից առավել Աստծո խոսքը դնել։ Պատրաստ ես դու։ Իմ կարծիքով այսպես է, բայց Աստծո խոսքը եթե հանկարծ ասի այդպես չի, իմ կարծիքը ոչ մի արժեք չունի։ Համաձայն եք թե չէ։ Կարող եք ասել ամեն։ Աստծո խոսքը մեր կարծիքից բարձր է թե ոչ։ Բարձր։ Եկեք կարդանք Առաջին Հովհաննեսի թուղթ 2-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանքները պահենք։ Ով որ ասում է, թե ճանաչեցի նրան եւ նրա պատվիրանքները չի պահում, ստախոս է եւ ճշմարտությունը չկա նրանում։ Բայց ով որ նրա խոսքը պահի, հիրավի Աստծո սերը նրանում կատարյալ է։ Սրանով ճանաչում ենք, որ նրանում ենք։ Ով որ ասում է, թե նրանում եմ բնակվում, պետք է ինչպես որ նա գնաց, այնպես էլ ինքը գնա։ Ինչպես որ Քրիստոսը ապրեց, այնպես էլ մենք պիտի ապրենք։ Աստծո խոսքն ասում է սուրբ եղեք, ինչպես ձեզ կանչող հայրը սուրբ է։ Ես կարամ սուրբ կյանք ապրեմ։ Տեր ջան, մարդը կարող է արդյոք սուրբ կյանք ապրել։ Մարդը կարող է, ասում կատարյալ եղեք ձեր հոր նման, որ երկնքում է։ Հնարավոր է արդյոք կատարյալ լինել։ Եթե ես հավատք ունենամ, որ Տերը իմ կողքին է։ Մեկ բանալի Ես ուզում եմ մեր եկեղեցու մարտնություն լինի։ Ձեզ թղթիկներ բաժանվեց է շաբաթվա աղոթքները կամ ով չի վերցրել, վերջում կվերցնեք այնտեղ դրված է։ Եվ մենք ամեն շաբաթ աղոթելու ենք արթնության համար։ Մենք աղոթելու ենք, որ Սուրբ Հոգու հրաշքները գործեն։ Աղոթելու ենք, որ մարդիկ բժշկվեն, ազատագրվեն, կաղերը քայլեն, կույրերը տեսնեն, մեռելները հարություն առնեն, ձեր եւ իմ ծառայության
Սուրբ Հոգուն հնազանդ լինելու արդյունքում, որ մեր միջոցով Սուրբ Հոգին գործի, որ Սուրբ Հոգին մեզ ուղարկի այս ինչ տուն է, ինչ տուն է, ինչ տուն է, ինչ տուն է, որ մտնենք եւ Տիրոջ զորությունները գործեն, սա կոչվում է արթնություն։ Մենք խնդրելու ենք արթնության համար, բայց հավատք ունենք, ինչպես անենք, որ մեր խնդրվածքը տեղ հասնի։ Առաջինը խնդրենք իր կամքի համեմատ եւ երկրորդը խնդրենք հավատքով։ Չար կերպով չխնդրենք, ինչպես Հակոբոսն է ասում, որ մեր ցանկությունների համար կամ մեր փառքի համար Տեր արթնություն եմ ուզում, որ մեր եկեղեցին բոլոր եկեղեցիներից լավը լինի, կյանքում արթնություն չես ստանում։ Տեր արթնություն եմ ուզում, որ բոլորը տեսնեն ինչ նվիրյալ մարդ եմ ես, երբեք արթնություն չի լինի։ Տեր արթնություն եմ ուզում, որ մեծ եկեղեցի ունենանք լիքը հավատացյալներով, որ ես կանգնեմ, քարոզեմ ու բոլորը 1000 կամ 5000 կամ 10000 հոգանոց դահլիճում եմ ուզում, ես քարոզեմ իմ դեպքում կամ ծառայեմ ձեր դեպքում, երբեք չի լինի։ Եսը պիտի մեռնի։ Շահը պիտի կործանվի։ Պիտի Տիրոջ փառքը փնտրենք։ Ինչպես իմանամ իմ խնդրվածքը Հիսուսի կամքի մեջ է թե ոչ։ Լսեք, Աստծո խոսքն ասում է, որ ով իմաստության կարիք ունի, թող խնդրի։ Հակոբոս առաջին գլուխ 5, 6, 7 խոսքերը։ Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ եւ չի նախատում եւ կտրվի նրան, միայն թե թող հավատքով խնդրի, առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծված եւ տատանված ալիքին, այն մարդը թող չկարծի Տերից մի բան առնի։ Եկեք սկսենք ճիշտ բան խնդրել։ Ուզում ես քո խնդրվածքները Աստված լսի։ Ասեց խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Եկեք առաջին հերթին, եթե քո խնդրվածքը չի պատասխանվում, ամեն բան թողնում ենք մի կողմ։ Սկսում ենք իմաստություն խնդրել։ Լսում եք։ Տեր, եթե իմ խնդրվածքը չի պատասխանվում, ուրեմն ես իմաստուն կերպով չեմ խնդրում։ Առաջին հերթին ինձ իմաստություն տուր։ Դա նայա, որ մարդը գնա ձուկ բռնելու եւ տեսնում է, կողքին անընդհատ ձուկ է հանում, իր ձուկը դուրս չի գալի։ Նույն կարտն է, նույն որդն է, նույն լիճն է։ Կողքին է անընդհատ ձուկ է բռնում ու դու չես կարողանում։ Ինչ պիտի մտածես։ Մենակ չասես բախտս չի բերում, իր բախտը բերում է։ Մարդ կա չէ, որ ասենք շախմատ կամ նարդի են խաղում, որ պարտվում ասա բախտդ բերեց։ Դու այդքան ուժեղ չես, ես քեզանից ուժեղ եմ, բայց քո բախտը բերեց։ Մանավանդ նարդի խաղացողները ինչ ասես խոսում են այդ թեմայով։ Հիմա բախտի բան չկա։ Եթե կողքինը ձուկ է բռնում անընդհատ ու դու չես բռնում, ուրեմն պիտի սովորես ձգնորսություն։ Այլ խոսքերով իմաստություն է պետք։ Եթե այն մեկը աղոթում է, մենք մի քանի օր առաջ հարավային Աֆրիկայից հյուր ունեինք, շատերը ներկա էին, եւ ինքը քարոզում էր ու ուղղակի ես իր հետ առանձին էլ շփվեցի եւ իր գիրքը կա, կարող ենք եկեղեցու գրադարանից վերցնել, այստեղի գրադարանից վերցնել, կարող եք վերցնել, ընթերցել։ Ինքը աղոթեց եւ հիվանդը բժշկվեց։ Աղոթեց եւ մահացածը հարություն առավ։ Եթե իր մոտ ստացվում է դա, մենք ամեն մեկս, ոչ թե միայն ես, այլ յուրաքանչյուրս, գիտեք ինչ պիտի մտածենք։ Տեր, իմ մոտ ինչու չի ստացվում։ Հա? Ոչ թե իր բախտն է բերել, լսեք, այդտեղ բախտի բան չկա։ Ինքը իմաստություն ունի Աստծուց։ Իմ տղան միշտ գալիս է խմում այս ջուրը։ Խմեցիր, ապրես մի քիչ ինձ տուր։
Եթե իր մոտ ստացվում է, ուրեմն մեր մոտ էլ կարող ստացվի։ Որովհետև ոչ զորությունով է, ոչ ուժով է գրված Աստծո խոսքի մեջ, այլ Աստծո հոգով։ Որովհետև եթե այս մարդու միջոցով Աստծո հոգին գործել է, սա նշանակում է իմ միջոցով էլ կարա գործի, բայց խանգարող բաներ կան։ Ուրեմն, առաջին հերթին խնդրում ենք իմաստություն։ Ուզում ես քո խնդրվածքը տեղ հասնի, նախ իմաստություն խնդրի։ Ասա Տեր, ինձ իմաստություն տուր, որ ես իմաստությամբ խնդրեմ քեզանից։ Ինձ իմաստություն տուր։ Երբ որ Տերը եկավ եւ Սողոմոնին ասեց, ինչ ես ուզում։ Սողոմոնը զոհ էր արել իր սրտից, այնպիսի զոհ էր արել, որ Տերը հաճեցել էր այդ զոհով։ Տիրոջը շատ էր դուր եկել, այնքան էր դուր եկել, որ եկավ անձամբ Սողոմոնի հետ խոսեց, ասեց Սողոմոն, ինչ ես ուզում։ Սողոմոնն ասեց, մի բան եմ ուզում, իմաստություն։ Եվ գիտեք Տերը ինչ պատասխանեց, ասեց, որ դու քո թշնամիների մահը չուզեցիր, որ դու հարստություն չուզեցիր, որ դու էս չուզեցիր, այն չուզեցիր, մարմնավոր բաները չուզեցիր, այլ դու իմաստություն ուզեցիր, սա ինձ այնքան դուր եկավ, որ դու կունենաս իմաստությունը, դրա հետ էլ այն մնացած ամեն ինչը։ Երբ որ մենք իմանանք, երբ որ մենք ճիշտ խնդրենք Տիրոջից իմաստություն եւ իմաստություն ստանանք, երբ որ իմաստություն ստանանք եւ իմանանք իրար հետ ինչպես հարաբերվել, իմաստություն ստանանք եւ իմանանք եկեղեցուն ինչ վերաբերմունք ունենանք, իմաստություն ստանանք, իմանանք մեր վրա դրած իշխանություններին ինչպիսի վերաբերմունք ցույց տանք, մեր ընտանիքում ինչպես վարվենք, մեր երեխաների հետ ինչպես վարվենք, ինչպես խոսենք այս տաքսի շոֆերի հետ, ինչպես խոսենք այն մեկի հետ, որ մեր դատը ծռում է, որ պարտավոր է անի, բայց չի անում, ինչպես խոսենք, երբ որ մենք իմաստություն ստանանք, հավատացեք, իմաստուն մարդու առաջ դռները բացվում են։ Կողոսացիս առաջին գլուխ 9-րդ խոսքում կարդում ենք. Նրա համար մենք էլ այն օրից հետո որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթ կանելուց եւ խնդրվածք մատուցանելուց, որ լցվեք նրա կամքի գիտությունով, ամեն իմաստությունով եւ հանճարներով։ Լսեք, Պողոս առաքյալը օրինակ է տալիս, ասում է մենք եկեղեցու համար աղոթք ենք անում։ Առաջին, որ Աստծո կամքի գիտությունով լցվենք։ Մենք իրար համար աղոթք պիտի անենք։ Ես չգիտեմ, Անաքույրի կլսում է ինձ։ Թող այդ աղոթքի ցուցակի մեջ ավելացնի։ Մենք պիտի իրար համար աղոթք անենք։ Առաջին, որ Աստծո կամքի գիտությամբ լցվենք, որ ամեն մեկս իմանանք ինչն է Աստծո կամքը եւ ինչը Աստծո կամքը չի։ Հայ դու խոսում ես քո երեխայի հետ, երբ որ ինքը քեզ շատ նյարդայնացնում է։ Աստծո կամքի մեջ ես խոսում, թե ոչ։ Դու խոսում ես քո հովվի հետ, դու խոսում ես քո կնոջ կամ ամուսնու հետ, Աստծո կամքի մեջ է քո արածը, դու գումար ես աշխատում քո ընտանիքը պահելու համար, Աստծո կամքի մեջ է այն կերպը, որով աշխատում ես, գուցե դու մտածում ես, որ ես մի քանի բան կա, որ այսպես անեմ ավելի շատ կաշխատեմ, կարող է Տերը չի ուզում, որ դու դա անելով ավելի շատ աշխատես, այլ որ քչի մեջ հավատարիմ մնաս, հետո ինքը այնպես կօրհնի քեզ, այնպիսի պատուհաններ կբացի երկնքից։ Առաջինը աղոթում ենք միմյանց համար։ Ուզում ենք արթնություն լինի։ Ուրեմն ինչ ենք անում։ Աղոթում ենք, որ Տերը մեզ ինձ իմաստություն տա։ Երկրորդը աղոթում ենք իրար համար։ Կանգնում ես ու ասում ես Հայր, խնդրում եմ իմ եկեղեցու քույրերի ու եղբայրների համար, որ քո կամքի գիտությամբ լցնես, որ ամեն մեկը իր սրտի մեջ զգա, երբ որ քո կամքի համեմատ չարեց, թող Սուրբ Հոգու հանդիմանությունը գա, երբ որ քո կամքի համեմատ արեց, թող Սուրբ Հոգու խրախուսանքը գա, որ Սուրբ Հոգին իր սրտին ասի ապրես իմ զավակ, ապրես, այո, ճիշտ ես անում, թեկուզ տուժեցիր, բայց ապրես, այսպես պիտի անեիր։ Ուրեմն առաջինը կամքի գիտություն։ Երկրորդը
որ լցվեք ամեն իմաստությունով։ Իմաստություն, կրկին իմաստություն։ Ոչ միայն մենք իմաստություն ստանալու համար պիտի աղոթենք, այլ իրար համար պիտի աղոթենք, որ քույրերս լցվեն իմաստությամբ, որ եղբայրներս լցվեն Աստծո իմաստությամբ, որ իրանց օրը, աղոթում ենք իրար համար, թե չէ։ Եկեք աղոթենք, եկեք գրենք միտեղ, որ չմոռանանք։ Եթե դուք չգրեք, մյուս շաբաթ դա արդեն տպած կլինի։ Աղոթում ենք մեր իմաստության համար, աղոթում ենք ուրիշների, մեր քույրերի ու եղբայրների իմաստության համար։ Աղոթեք երկրի իշխանությունների իմաստության համար, որ իրանք էլ լցվեն Աստծո կամքի գիտությամբ, որ իրանք էլ լցվեն ամեն իմաստությունով, որ մեր երկիրը, իրավիճակը փոխվի մեր երկրի։ Որ մարդիկ գան այստեղ ապրելու, որովհետև այստեղ բարգավաճ երկիր է։ Մարդիկ գան այստեղ ապրեն, որովհետև այստեղ աշխատանք կա։ Ոչ թե թողեն ու գնան այստեղից։ Լավ, աղոթենք իմաստության համար եւ աղոթենք իրար համար, նաեւ երրորդը Պողոս առաքյալն ասում է, որ լցվեն իմ քույրերն ու եղբայրները հոգեվոր հանճարով, որ ամեն մեկին հանճար լինի, որ ամեն մեկին մի տաղանդ լինի, որ ես տաղանդները դրսևորվեն։ Ինչ հանճար է տվել քեզ, ինչ տաղանդ է տվել քեզ Տերը։ Մենք չորեքշաբթի օրերից մեկը, որ հավաքվում ենք եւ քննարկում ենք, խոսեցինք սրա մասին, որ վերջում, երբ կանգնենք Տիրոջ առաջ, Տերը մեզանից հաշիվ է պահանջելու։ Ասում է, ես քեզ տվել եմ խոսալու շնորհք, քարոզելու, ավետարանելու շնորհք։ Ես քեզ տվել եմ տաղանդ։ Ինչ արեցիր դու իմ տաղանդը։ Ասել ենք, Տեր, հեսա, ինչ տվել ես, պահել ենք։ Ինչ է լինում, երբ որ իր տվածը մենք չենք շատացնում, այլ պահում ենք։ Ասում է, նրա ձեռքից կվերցվի եւ կտրվի նրան, ով շատ ուներ։ Իսկ ես ծառային կգցեն դրսի խավարը։ Ես չեմ ուզում, որ ինձ գցեն դրսի խավարը։ Տերը տաղանդ է տվել, մեկին խոսելու տաղանդ է տվել, այն մեկին հոգատարության տաղանդ է տվել, այն մեկին խնամելու տաղանդ է տվել, այն մեկին չգիտեմ ինչ տաղանդ է տվել, ամեն մեկին փող աշխատելու տաղանդ է տվել։ Վերջում որ գնա ասի ինչ արեցիր իմ տաղանդի հետ։ Ասի ինչ արեցի, լավ փող եմ աշխատել, բայց ինչ եղան այդ փողերը։ Ես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էի։ Բայց ես այդ տաղանդը տվել էի, որ դու իմ եկեղեցու կարիքների համար օգտագործեիր դա։ Հեռու գնա չար եւ ծույլ ծառա։ Դու քեզ համար վատնեցիր։ Ուրեմն պիտի խնդրենք Աստծուց։ Եթե խնդրում ենք եւ չունենք, ուրեմն իմաստության կարիք ունենք։ Կհիշենք սա։ Առաջին հերթին իմաստություն խնդրենք, բայց նաև նրա կամքի գիտությունը եւ նաև հոգեվոր հանճարները։ Նախ իմաստություն խնդրիր, որ ճիշտ խնդրել սովորես, հետո խնդրիր քո կարիք, քո խնդրվածքը։ Մարկոսի ավետարան 11-րդ գլուխ 22-ից 26 խոսքեր։ Մարկոս 11:22 Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. Աստծո հավատք ունեցեք։ Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի վեր կաց եւ ծովն ընկնիր եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է կլինի նրան, կլինի ինչ որ ասի։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Եվ որ ժամանակ որ կանգնեք աղոթք անելու, ներեցեք, եթե մեկի դեմ մի բան ունենաք, որպիսի ձեր հայրն էլ որ երկնքում է, ձեր հանցանքը ների ձեզ։ Բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ որ երկնքում է, ձեր հանցանքը չի ների։ Գիտեք ինչ խորություններ կան այս խոսքի մեջ։ Տեր Հիսուսը սկսում է հետևյալ խոսքերից. Աստծո հավատք ունեցեք։ Ես գիտեմ, որ այստեղ բոլորս հավատք ունենք։ Դա մեր հավատքն է։ Մենք հավատում ենք Աստծուն։ Այո, հավատում ենք։ Բայց սա բավական չի։ Սա բավական չի, որ մեր խնդրվածքը պատասխանվի։
Սա բավական չի, որ քո դիմացի կանգնած սարը վեր կենա ու ծովը ընկնի։ Մեր շատերի կյանքում սարեր են գալիս ու թվում է, որ մենք էլ չենք կարող առաջ գնանք։ Մի մեծ սար է կանգնել մեր ճանապարհին։ Եվ ես անգամ բառացի եմ հասկանում այս խոսքերը։ Լսեք, ուղղակի կիսվում եմ ձեզ հետ։ Եթե Տերը երկնքից Մասիս սարին ասի, վերկաց ու ընկի Սև ծովը, Մասիս սարը կընկնի, թե չէ։ Կընկնի, Մասիս սարն ողա որ չընկնի, եթե Տիրոջ ամբողջ տիեզերքի մի փոշեհատիկ հանդիսացող երկիր մոլորակի վրա մի փոքրիկ սարը, եթե համատենք տիեզերք, մեր առաջ այդ սարը մեծ, բայց տիեզերքի համեմատ երկիր մոլորակը փոշեհատիկ է։ Այն անգամ հենց այդ եղբայրը, որ Հարավային Աֆրիկայից էր եկել, Էրլոշտեգեն եղբայրը, ինքը ասում էր, որպեսզի դուք պատկերացնեք տիեզերքի մեծությունը, ասում էր մի աստղ կա, աստղ, արևը գիտեք, աստղ, արևի նման մի արեգակ կա, հեռու միտեղ։ Իրա չափերը գիտնականները հաշվել են, եւ իրա չափերը այնպիսին է, որ եթե 1 միլիարդ հատ արեգակ, մեր արևի չափ, 1 միլիարդ դնենք, իր մեջ կտեղավորվի։ Թե դուք պատկերացնում եք, թե չէ։ 1 միլիարդ հատ արև տեղավորվում է այս մի աստղի մեջ, այդ մի արևի մեջ, այդքան մեծ արև է։ Ինքը անունով էր ասում լուսատարիներ, ես հիմա այսպես չեմ հիշում, ասում էր այսքան լուսատարի հեռավորության վրա, դա Աստված է ստեղծել։ Մեզ թվում է, որ մենք ենք ու վերջ, մենք տիեզերքի կենտրոնն ենք։ Աստված մի խոսք ասեց, սարը ելնելու է իր տեղից ու գնալու է ուրիշ տեղ։ Մի խոսք ասեց։ Հիմա Աստծո հավատքը ունենալ նշանակում է, որ դու հավատում ես, որ արարիչը քո կողքին է։ Որ դա քո խոսքերը չի, որ դու ասեցիր ու սարը գնաց, դու խնդրեցիր արարչին եւ արարիչը հրամայեց, ու արարիչը հրամայեց, ես ոչ մի կասկած չունեմ, որ դա լինելու է։ Աստծո հավատքը ունեցեք, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի վեր կաց եւ ծովն ընկնի եւ իր սրտում չկասկածի, ուզում եք չկասկածեք, ես ձեզ մի բան ասեմ, երբ որ դու ամբողջ քո շաբաթը ապրել ես, չհավատալով, որ Աստված քո կողքին է, չհավատալով, որ ինքը տեսնում է քեզ, երբ որ դու կանգնես սարի առաջ ու սարին կասես գնա, դու կասկածելու ես։ Իսկ երբ որ դու ամբողջ շաբաթը ապրել ես այնպես, հիմա ես չգիտեմ մենք կհասնենք այդտեղ թե չէ, բայց ես իմ կյանքը դնելու եմ, որ հասնենք այստեղ։ Եթե դու քո ամբողջ շաբաթը ապրել ես, առավոտ զարթնել ես, գիտես ինքը քո կողքին է, հաց ես ուտում, գիտես քո կողքին է, այն հարևանը քեզ բարկացնում է, գիտես Հիսուսը քո կողքին է, երեխեքը բարկացնում են, գիտես Հիսուսը քո կողքին է, այն մեկը գալիս է ջուրդ կտրում է ջրելուց, չգիտեմ, գիտես Հիսուսը քո կողքին է, այն մեկը խաբում է քեզ առևտուր անելուց, գիտես Հիսուսը քո կողքին է։ Եթե դու շաբաթդ ապրում ես, հիմա պատկերացրեք, ես այդպես ապրեմ, ասենք 3 տարի։ Եվ ես գիտեմ ինքը իմ կողքին է։ Եվ մի օր մի սարա գալիս իմ առաջ կանգնում։ Եվ քանի որ ես միշտ իր հետ եմ, ես այդ պահին կասկած չունեմ, որ ինքը էլի իմ կողքին է։ Եվ երբ որ ասեմ, ես գիտեմ, որ ինքը ինձ լսում է։ Ասեք, եթե դուք 1 տարի, 1 ամիս, իրոք, առավոտից իրիկուն, իմանաք, որ Հիսուսը իրականում ձեր կողքին է, որ ինքը ձեր տանն է բնակվում։ Ախր ես դա ինձանից չեմ ասում, դա Աստծո խոսքի մեջ է գրած։ Եկեք կարդանք Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ։
Այն խոսքերը մենք մի մասը կարդում ենք, մի մասին ուշադրություն ենք դարձնում։ Օրինակ հիմա մի հատված կարդամ, տեսեք հիշում եք, սա թե չէ։ Ինչ որ խնդրեք 13-րդ խոսքն եմ կարդում։ Ինչ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ հայրը փառավորվի։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, կանեմ։ Հիշում եք այս խոսքերը։ Տեր Հիսուսն է ասում, եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ, ինչ որ ինձանից խնդրեք կանեմ, որ հայրը փառավորվի։ Չի ասում, որ դուք փառավորվեք, ասում որ հայրը փառավորվի։ Չի ասում, որ դուք գլուխ գովակ ասեք տենում եք, ես աղոթեցի հիվանդը բժշկվեց, այսինքն սուպեր հոգևոր եմ ես։ Չէ, որ հայրը փառավորվի։ Ինչ որ խնդրեք ինձանից, որում հայրն է փառավորվելու, ես դա անելու եմ։ Բայց հիմա շարունակությունը նայեք։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, եւ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, եւ ոչ էլ տեսնում է նրան, եւ ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի, ով է հավատում, որ այս խոսքերը ճշմարիտ են։ Սուրբ Հոգին մեզ հետ է, Սուրբ Հոգին մեզ մոտ է մնում։ Ձեզ որբ չեմ թողի, կգամ ձեզ մոտ, մի փոքր ժամանակ էլ աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ եւ դուք կենդանի կլինեք։ Այն օրը դուք կճանաչեք, որ ես իմ հոր մեջ եմ եւ դուք ինձանում եւ ես ձեզանում։ Լսեք մարդիկ, լսեք, այս խոսքերը միլիոն անգամ կարող եք կարդացել ենք, բայց չենք հասկացել։ Ասում է դուք իմ մեջ եք, ես ձեր մեջ եմ եւ ես հոր մեջ եմ։ Ինչ է նշանակում մեջ, այսինքն մենք միասին ենք, ինքը միշտ ներկա է, բայց որպեսզի ավելի համոզվեք, լսեք շարունակությունը, ով որ իմ պատվիրանքները ունի եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը, եւ ինձ սիրողը իմ հորից կսիրվի, եւ ես կսիրեմ նրան, եւ ինձ կհայտնեմ նրան, եւ կգամ մի օր, եթե դու պատվիրանները պահում ես, եթե դու Աստծո խոսքով ես ապրում, կգամ մի օր, որ Հիսուսը իրեն կհայտնի քեզ, եւ դու կտեսնես Հիսուսին, եւ կճանաչես նրան, կճանաչես ուրիշ կերպ, ոչ թե ինչ որ մեկի պատմածով, ոչ թե Աստվածաշնչի գրածով, այլ դու անձնական հանդիպում կունենաս Տիրոջ հետ։ Ես չգիտեմ ֆիզիկապես կտեսնես նրան թե ոչ, բայց դու կհասկանաս, որ ինքը իրեն հայտնեց քեզ։ Բայց շարունակությունը ավելի ցնցող է։ 23-րդ խոսքից Հիսուսը պատասխանեց նրան եւ ասեց. Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Բնակվում է, եթե դու Աստծո խոսքը պահում ես, եթե Աստծո խոսքը պահում ես, հայրը կսիրի քեզ եւ կգան հայրը եւ որդին, Սուրբ Հոգին արդեն մեր մեջ է, եւ հայրը եւ որդին կգան եւ կբնակվեն քո տան մեջ։ Ու դու փորձվի բղավես դրանից հետո։ Ու դու փորձվի չներես, դու փորձվի չարին չար պատասխանես։ Գիտեք ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Ասում է մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին։ Մի ուրիշ տեղ ասում է մի հանգցրեք Հոգին։ Հոգին մի հանգցրեք, հոգին վառվում է ձեր տան մեջ, մի հանգցրեք։ Ամեն ինչ որ աղոթ կանելով խնդրեք, հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ։ Հիշում եք ինչ էր ասում եթե աղոթ կանգնեք եւ հիշեք որ մեկին չեք ներել, ներեք, որ ձեր աղոթքը, խնդրվածքը տեղ հասնի։ Որովհետև չներելը մեծագույն մեղքերից մեկն է։ Հիսուսն ասում է, հանցանքը արգելք է, որ քո աղոթքը տեղ հասնի։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Եբրայեցիներ 11:6 Առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Ուզում եք խնդրեք ինչ-որ բան եւ ստանաք, այստեղ ասում եմ պիտի նախ հավատաք, որ Աստված այդտեղ ներկա է եւ քեզ լսում։ Դու գիտես, որ դու քեզ չես կարող ստիպես, որ հավատաս,
Մենք հավատքի մասին խոսենք մեր Սուրբ Հոգու պտուղների ուսումնասիրության մեջ ավելի մանրամասը եւ հուսով եմ հաջորդ կիրակի կանդրադառնանք հաջորդը հավատքն է, չէ՞, մենք ուր ենք հասել։ Ո՞վ է հիշում։ Չէ։ Վերջինը եղել է բարությունը եւ հաջորդը հավատքն, այո։ Հավատք մնացել է 3 պտուղ ուսումնասիրենք՝ հավատք, հեզություն եւ ժուժկալություն։ Հաջորդը ուսումնասիրելու ենք հավատք եւ ավելի մանրամասն կասենք սրա մասին։ Բայց Եբրայեցիների թուղթն ասում է, որ առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետեւ Աստծուն մոտեցողը, երբ որ մենք աղոթք ենք անում, պիտի հավատանք, որ ինքը այդտեղ ներկա է։ Եվ դու չես կարող քեզ ստիպես հավատալ։ Սիրտիմ հավատա, որ ինքը ներկա է։ Չէ, դու ամբողջ շաբաթը ապրել ես նենց, որ չես հավատացել, որ ինքը ներկա է։ Ոնց դու կարաս գաս տնկես ու հավատաս, որ ինքը այդ պահին ներկա է։ Այդ ինչի պիտի այդտեղ ներկա լինի, իսկ այնտեղ ներկա չէր։ Մենք պիտի գրվածը վարժեցնենք մեր անձերը Աստված պաշտության։ Գիտեք ինչա վարժեցնել։ Վարժեցնելը ժամանակ է պահանջում։ Ոնց են անհասկացող այդ անգիտակից կենդանիներին վարժեցնում։ Տեսել եք ցիրկում, հա, կրկեսում, տեսել եք։ Ոնց են վարժեցնում, չգիտեմ, փոկը իր քթի վրա գնդակ է խաղում։ Փոկ։ Գիտեք, քանի ամիսներ են վարժեցնում։ Գիտեք, ոնց են առյուծին վարժեցնում, որ բերանը բացի, մարդը իր գլուխը դնի բերանի մեջ ու ինքը չփակի։ Գիտեք ոնց են վարժեցնում։ Այդպիսի դժվար հանձնարարությունը մեր անձը Աստված պաշտության վարժեցնելը։ Եվ դա ժամանակ է պահանջում, եւ մենք չենք կարող ասել, որ գիտեք այսօրվանից արթնությունը, եկեք այսօրվանից հավատում ենք։ Եկեք հավատանք։ Եթե տենց հեշտ լինի, շուտ բանից կհավատանք, ու Աստված էլ ասում է, ինչ որ հավատքով խնդրեք, կտրվի ձեզ։ Եկեք հավատանք։ Չի լինի այսպես։ Մենք պիտի վարժեցնենք մեր անձերը Աստված պաշտության։ Եվ դա չի լինում կիրակի օրը այստեղ։ Կիրակի օրը այստեղ մենք ստանում ենք, ուսեն ասում են ինստրուկցիա, այն որ մի բան է կառնում, հայերենով կօգնի, ինչ է։ Ուղեցույց։ Որ չգիտեմ, սառնարան է կառնում, այնտեղ կա մի հատ գիրք իր հետ։ Ինչպես անեք, որ ճիշտ աշխատի։ Բայց կիրակի օրը մենք այդ ուղեցույցն ենք ստանում։ Ինչ անենք։ Հիմա գնալու ենք տուն ամեն մեկս։ Կամ եթե ինտերնետով է ինչ-որ մեկը լսում, հիմա հենց այս վարքյանից մենք որոշում ենք կայացնում։ Տեր, ես ուզում եմ քո խոսքը, որ ասում ես, խնդրեք եւ կտրվի ձեզ ճշմարիտ լինի իմ կյանքում։ Որ ես խնդրեմ այս հիվանդի բժշկությունը եւ լինի։ Խնդրեմ այս աղքատի օրհնվելը եւ լինի։ Խնդրեմ իմ երկրի ապաշխարությունը եւ լինի։ Խնդրեմ այս մարդուն, որ բռնված ալկոհոլով, խնդրեմ իր ազատագրությունը եւ լինի։ Ես ուզում եմ իմ խնդրվածները լինեն Տեր։ Դուք ուզում եք։ Ես ուզում եմ մենք ոչ թե միայն ես լինեմ, որ ասեմ, վայ, այդ եկեղեցու հովիվը աղոթում է ու հրաշքներ ա լինում, չէ՞, տենց ասում են։ Չէ, ես չեմ ուզում այդպիսի եկեղեցի։ Անկեղծ եմ ասում։ Ես ուզում եմ ասեն, Էջմիածնում մի եկեղեցի կա, որ այնտեղի հավատացյալների աղոթքը Աստված հրաշալի կերպով պատասխանում է։ Ես այսպիսի եկեղեցի եմ ուզում։ Որ ասեն, լսեք, հասարակ հավատացյալը այնտեղ ձեռքա դնում ու աղոթում է բժշկություն ա լինում։ Ես այսպիսի եկեղեցի եմ ուզում։ Դուք ուզում եք։ Եկեք մեր անձերը վարժեցնենք Աստված պաշտության եւ մի ձև կա Աստված պաշտության վարժեցնելու։ Աստծուն մոտեցողը պիտի հավատա, որ նա կա, որ նա ներկա է քո կյանքում։ Երբ որ ամուսնուդ հետ կվիճես, երբ որ կնոջդ հետ կվիճես,
երբ որ հարևանի հետ կվիճես, երբ որ երեխաների հետ կվիճես, երբ որ ծուլությունը կայցելի քեզ, ինչ որ բան հավես չես ունենա անելու, որ պետք է անես, երբ որ ժլատությունը կայցելի քեզ, երբ որ ինչ որ մեկին պիտի բաժին հատկացնես ու չես ուզում հատկացնես, եւ այսպես շարունակ, երբ որ ցանկությունը կայցելի քեզ, որ վատ բաներ նայես ինտերնետում, երբ որ ցանկացած այսպիսի մեղքի գայթակղություն կայցելի քեզ, հիշիր, Աստված տեսնում է, Աստված ներկա է, երբ որ մեկը քեզ չարություն կանի, հիշի դու պիտի բարիքով, ոչ թե ասես, դե ինքը թող չարություն չանի, ես էլ խաղաղ կլինեմ, գիտեմ Տեր, որ ասել ես խաղաղ եղիր, թող բոլորը իմ շուրջը լավը լինեն, ես խաղաղ կլինեմ, ոչ Տեր այդպես չի ասել, Տեր ասել է փոթորիկների մեջ, դու պիտի խաղաղ լինես, որովհետև քո խաղաղության աղբյուրը ինձանից է։ Բարկության պահին, նեղության պահին, հոգնածության ժամանակ, հիասթափության ժամանակ, երբ այցելում է տրտմությունը, երբ այցելում է անհանգստությունը, միշտ ամեն վայրկյան մենք պիտի հիշենք, Աստված ներկա է, նա տեսնում է և լսում է, և նաև կարդում է մեր մտքերը։ Վարժեցնենք մեր անձերը Աստված պաշտության։ Ինչ որ խնդրեք իմ անունով, Տերն էր ասում, ինչ որ խնդրեք իմ անունով կտրվի ձեզ։ Գիտեք ինչ է սա նշանակում, սա էլ ասեմ, պատգամից կեսին հասա ես, շատ բաներ կա խնդրվածքի հետ կապված, որ մենք պիտի սովորենք, երևի մի ուրիշ պատգամի ժամանակ մյուս կեսը կշարունակեմ, ինչ է նշանակում իմ անունով խնդրել, երբ որ ինքը քո տանը բնակվի, երբ որ ինքը քո սրտի Տերը լինի, իր անունը քո վրա կլինի, և երբ որ դու ասես Հիսուսի անունով դեպ հեռացիր, Հիսուսի անունով հիվանդություն թող այս մարդուն, Հիսուսի անունով աղքատության անեծք թող այս ընտանիքը, այդ անունը ինքը քո վրա է, ոչ թե որովհետև դու եկեղեցի ես գալիս, ոչ թե որովհետև դու հավատացել ես իրան, որովհետև դևերնել են հավատում գրվածը, այլ որովհետև քո հավատքը կենդանի է, հավատքը առանց գործերի մեռած է, որովհետև Տերը տեսավ, որ դու այս մեկ շաբաթվան չեմ մեկ շաբաթ ասում, կիրակից կիրակի, Տերը տեսավ, որ այս կիրակից կիրակի ընկած ժամանակահատվածում Հիսուսը գիտի, դա կարող է հովիվը չիմանա, դա կարող է քո կողքին նստողը չիմանա, բայց Հիսուսը գիտի, որ դու ապրել ես հավատալով, որ ինքը տեսնում է, դու խոսել ես հավատալով, որ ինքը լսում է, դու մտքերդ կառավարել ես հավատալով, որ ինքը քո մտքերն էլ կարդում է, մենք ուրիշ ճանապարհ չկա ժողովուրդ, եկեք ապրենք Աստծո հետ, եկեք թույլ տանք իր խոսքը բնակվի մեր մեջ, մենք բնակվենք Հիսուսի մեջ, Հիսուսի հետ միասին բնակվենք հոր մեջ, և այս միաձուլումը ինքը տալու է նրան, որ ինչ որ խնդրենք, ստանալու ենք, որ դուռը որ թակենք, բացվեց, Հայրը ուզում է բարիք անի մեզ։ Եվ գիտեք, Եսայի մարգարեության մեջ մի խոսք կա գրված, ասում է, Աստծո ձեռքը չի կարճացել ձեզ օգնելուց, եւ ոչ էլ իր ականջը ծանրացել է ձեզ լսելուց, այլ ձեր մեղքերը, ձեր անօրինությունները պատնեշ են ձեր եւ ձեր Աստծո միջեւ։ Ես մի ճանապարհ գիտեմ։ Ուզում եք Աստված մեզ օգտագործի։ Ուզում եք Աստծո ձեռքին գործիք լինեք։ Եթե դու եկեղեցի ես գալիս, որ երջանիկ կյանք ապրես, որ ես երկրի վրա օրհնություն վայելես, քեզ ասեմ, սխալ տեղ ես եկել։
եկեղեցի պիտի գան մարդիկ ոչ թե այս երկրի վրա վայելեն կյանքը, այլ այդ վայելքը պարգևատրում է լինելու Աստծուց նրա համար, որ դու եկեղեցի ես գալիս, որ քո Տիրոջը ծառայես, անգամ նեղությունները հաշվի չառնելով, չարչարանքները հաշվի չառնելով, որովհետև եկեղեցի գալիս են մարդիկ, որ հավիտենական կյանքի պարգևը ստանան։ Մենք չենք գալիս այս ժամանակավոր կյանքի համար, բայց Աստված բարիք անում այս ժամանակավոր կյանքի մեջ էլ, բայց մենք գալիս ենք հավիտենական կյանքի համար։ Եվ եթե քո նպատակը իրոք սա է, քո խնդրվածքները Աստծո կամքի համեմատ կլինի։ Դու չես այս ժամանակավոր բաների համար խնդրի։ Անկամ եթե հիվանդ ես, ինչպես ասեցի, խնդրես քո բժշկությունը, որովհետև Տեր ջան, դու գիտես ինչի համար եմ խնդրում, որովհետև ուզում եմ արդյունավետ ծառայել քեզ առանց այս հիվանդության։ Եթե դու ֆինանս ես խնդրում, դու չես խնդրի, որ Տեր, ինչի ես պետք է այսպիսի մեքենա քշեմ, կամ ինչի ես պետք է մեքենա չունենամ, ինչի բոլոր ունեն ես չունեմ, ումից եմ վատը, այսպես չես խնդրի։ Կասես Տեր, եթե քո կամքն է, ես մեքենայով ավելի արդյունավետ կարող ծառայեմ, որովհետև հիմա մինչև ոտով գնում հասնում գալիս եմ, 2 տեղ եմ կարող, իսկ մեքենայով 10 տեղ կարող գնամ։ Տեր ջան, դու գիտես, որ չ10 էլ ծառայելու եմ։ Լսեք, հոգևոր դարձնենք մեր խնդրվածքները, հոգևոր դարձնենք մեր աղաչանքները եւ հավատքով անենք, որովհետեւ դու չես կարող հավատաս, որ Տերը հիմա այստեղ է։ Լսի, չես կարող հավատաս, պարզապես չես կարող հավատաս, եթե դու քո շաբաթը, որ ապրել ես նենց, որ Տերը հոգնել է քեզանից ու Սուրբ Հոգին տրտմած հեռացել է քո միջավայրից։ Դու չես կարող այստեղ հավատաս, բայց եթե մենք շաբաթի վրա, ամիս ամսվա վրա, ամեն մեկս մեր տներում, ամեն մեկս 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի, ուրբաթ, շաբաթ ապրենք Աստծո ներկայության մեջ, հավատալով, որ Տերը լսում է, Տերը տեսնում է, Տերը մեր մտքերն էլ գիտի, եւ գանք Կիրակի օրը այստեղ մի օր այս պատերը բացվելու են, այսպես, եւ մենք երկինքն ենք տեսնելու, ու Հայրը երկնքից խոսելու է մեզ հետ։ Հավատացեք, սա այսպես է լինելու։ Եվ դրանից հետո, ինչպես վերնատանը եղավ Պենտեկոստեի ժամանակ, մենք մի նոր Պենտեկոստե ենք ապրելու եւ լցվելու ենք հոգով, եթե մենք հասկանանք, որ մեր խնդրվածքները արգելք ունեն։ Եթե մենք հասկանանք, որ իմաստություն է պետք, եթե մենք հասկանանք, որ պիտի խնդրենք իր կամքի գիտությունը, եթե մենք հասկանանք, որ պիտի խնդրենք հոգևոր հանճարների մասին, եթե մենք հասկանանք եւ ապրենք Աստծո հավատք ունենալով, ինչ որ խնդրենք, կստանանք։ Եթե մենք հասկանանք ինչ է նշանակում Հիսուսի անունով խնդրել, ինչ որ խնդրենք, կստանանք։ Ես կանգնում եմ այս ճանապարհի վրա։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մեր Տեր մեր Աստված, փառավոր եւ զորավոր, խնդրում եմ Տեր, ինչպես քո խոսքն ասեց, խնդրում եմ, որ տաս մեզ իմաստություն, որ ամեն մեկի սրտի մեջ լինի քո կամքի գիտությունը, Տեր։ Գիտեմ, որ Սուրբ Հոգին երկրի վրա է, Տեր։ Դու ասեցիր գնում եմ եւ մխիթարիչն եմ ուղարկելու, որ ձեզ կհանդիմանի մեղքի համար։ Խնդրում եմ, որ Տեր մեզ զգայուն դարձնես քո հանդիմանությանը, որ մեր բերանը բացելուց առաջ, եւ որ չար բան պիտի խոսեն այս շուրթերը, եւ որ քո կամքով չպիտի լինի մեր խոսացածը, մեր ձեռքի գործերը, մեր մտքերը, եթե քո կամքով չպիտի լինեն դրանից առաջ, քո հոգու հանդիմանությունը գա Տեր, քո կամքի գիտությունը գա Տեր, որ մենք հավատանք, որ դու ներկա ես, որ մենք հոգու պտուղները
ջանքով չգործադրենք Տեր, այլ մեր էությունը լինեն այդ պտուղները Տեր, բարությունը, քաղցրությունը, համբերությունը, հավատքը, հեզությունը, ժուշկալությունը, սերը, ուրախությունը, խաղաղությունը, օրհնյալ Աստված, խնդրում ենք, իմաստություն տուր մեզ, իմաստություն տուր իմ քույրերին ու եղբայրներին, քո կարիքը ունենք, որ քեզ հետ ապրենք այս կյանքը Տեր, քո կարիքը ունենք Տեր, քո կարիքը ունենք Տեր, Հիսուս, խնդրում եմ քեզ, լսիր աղոթքը մեր, նորոգիր մեր հոգին, քո սիրով